ընտրությունը երկու բանի մեջ է։ Շարունակում ենք այս ձև շարժվել, թե փոխելու է Հայաստանի ընթացքը, թե վերակառուցվելու է Հայաստանը։ Այսպես շարժվելու դեպքում Հայաստանը ունենալու է թույլ խաղաղություն, որի արդյունքում մենք ունենալու ենք հյուրեր մեր հայրենիքում։ Հյուրերի գալու մասին է գուժում մի քանի բան։ Առաջի բանը, Արևան երկրի ղեկավարը հայտարարում է, որ խաղաղության պայմանագրից հետո նրանք պետք է վերադառնան այստեղ, իրենց ասելով Արևմտյան Ադրբեջան, եւ բառացի Ալիևը ասում է, 2 ամիս առաջ է ասել, պետք է վերադառնանք այնտեղ ոչ թե տանկերով, այլ ավտոմեքենաներով։ Խաղաղության պայմանագրի նախաստորագրումից հետո ավտոմեքենաներով եւ դրա պատասխանատվությունը ինքը դրում է Ադրբեջանի պետության վրա։ Հայաստանի ազգային ժողովի նախագահը մինչև մեր այս սրա մասին հայտարարել է, իմ էջում կարող եք տեսնել, որ մենք պետք է սովորենք ապրել իրար հետ, առևտուր անենք ադրբեջանցիների հետ եւ հնարավոր է նրանք վերադառնան այստեղ, հայերը գնան այնտեղ ապրելու եւ նրանք վերադառնան այստեղ եւ իրար հետ ապրենք։ Արսեն Թորոսյանը ինչ որ նոր նախարար են տվել։ Ինքն էլ հայտարարել է, որ մենք պետք է հրաժարվենք միատարր երկիր ունենալու գաղափարից։ Ի՞նչն է միատարր երկիր ունենալու գաղափար։ Այսինքն, որ երկրի բնակչության մեծ մասը հայեր են։ Մենք պետք է հարմարվենք այլ ազգիները, որ Հայաստանի քաղաքացի են։ Ինչի հիմքն են պատրաստում, ժողովուրդ։ Ինչն են երգում, ժողովրդական ասած։ Մուտքը այն տարի, որը որ մեզ պատմականորեն միշտ մեր հետ պատերազմի մեջ ա եղել, որի հետ բոլոր պատերազմները մենք չենք սկսել, որի հետ բոլոր պատերազմները մեզ պարտադրվել է։ Հայաստանի դարպասը բացելու մասին Հայաստանի նախագահի հայտարարությունը Սյունիքի դարպասը, դա չարագույժ հայտարարություն է։ Սյունիքի դարպասը փակել է Գարեգին Նժդեհը, մինչև այդ Սյունիքում լավ աշխատանքներ ա տարել Զորավարը, Անդրանիկ։ Եվ հիմա փորձում են 100 տարի հետո մի փոքրիկ խմբակ փորձում է բացի, որպեսզի գան, սկզբից 100-ը կգան, հետո 300-ը, հետո 500-ը։ Ես ձեզ մի դեպք պատմեմ, որ դուք վստահ լինեք։ Մեր Տաշիրի տարածաշրջանում սահմանի վրա ենք Վրաստանի։ Այստեղ կա հայկական գյուղ, այնտեղ կա ադրբեջանաբնակ գյուղ։ 1988 թվականին ադրբեջանական գյուղը մի հատ դպրոց էր չուներ, մանկապարտեզի չափ դպրոց էր։ Հայկական գյուղը 3 դպրոց ուներ։ Հիմա հայկական գյուղում մնացել է 1 դպրոց, ադրբեջանցիք իրանց երկրորդ մեծ դպրոցն են կառուցում։ Ուղիղ ռեյս ունեն Վրաստանի այդ գյուղից Բաքու։ Ֆինանսավորում է Ադրբեջանի կառավարությունը այդտեղից Բաքու գնալ գալը։ Այդպես իրանք 20-30 տարվա մեջ մի քանի անգամ բնակչությունը աճել է։ Ժողովուրդ նույնը սպառնում է մեր մյուս տեղերի։ Վրաստանի օրինակով ես իմ աչքով տեսել եմ ոնց է մեծանում այդ գյուղը։ Դուք կարաք ձեր աչքով տեսնեք ոնց է մեծանում ադրբեջանական գյուղը։ Իրենք ֆինանսավորելու են, որ գան մարդիկ այստեղ։ Ֆինանսավորել են ադրբեջանցիներին, որ բնակարաններ գնեն։ Դրա համար մենք մի բան ենք անում։ Ընդունելու ենք օրենք, կոչվում է Հակա Սաֆարովյան օրենք, հատկանշական անունով, որպեսզի ամբողջ աշխարհը տեսնի ինչի համար ենք պատասխանատվությամբ մենք կանչում աշխարհին։ Եվրոպան, Եվրոպայի կենտրոնում, Հունգարիայում չկարողացան պաշտպանել մի հայ զինվոր է ադրբեջանցուց։ Հայաստանի մեջ մեզ ոնց են պաշտպանելու։ Մենք պետք է այդ օրենքով արգելենք ադրբեջանցիներին հող գնել Հայաստանում, անգամ ընկերությունների միջոցով, բնակարան գնել Հայաստանում եւ նվեր անգամ ստանալ Հայաստանում որևէ գույք։ Այդ օրենքը օրենսդրորեն ապահովելու է, որ չկան։ Խաղաղությունը լինելու է այսպես, թե այնպես խաղաղությունը լինելու է ժողովուրդ։ Արդեն ինչ տաղեր տվել են, Ղարաբաղի ինչ շրջանը տվել են, Լաչինն ու Քարվաճառը տվել են, Արցախը տվել են ամբողջությամբ, Սյունիքի ճանապարհը տվել են, ինչ կա տվել են, մի բան է մնացել, դռները բաց են, թողեն գան
ճիշտ է ապրել։ Խաղաղություն լինելու է, ամեն դեպքում լինելու է, բայց երկու խաղաղություն, կամ փոփոխություն է լինում Հայաստանում։ 10 օրից բոլորս վերջերճապատով փոփոխություն ենք բերում եւ ունենում ենք ամուր խաղաղություն առանց թուրք Հայաստանում ապրելու։ Կամ ունենում ենք թույլ խաղաղություն, էլի խաղաղություն է լինելու։ Երկու դեպքում էլ խաղաղություն է, բայց թույլ խաղաղության մեջ իրենք սկսելու են քիչ բնակեցնել հայկական լեռնաշխարհի վերջի հայկական տարածքները։ Սա է ճանապարհը։ Մեր երկու ճանապարհ ունենք։ Մեր ծրագիրը չթողենք որ գան։ Ինչ է պետք անել բացի դրանից։ Բացի նրանից, որ չենք թողելու գան։ Պետք է նենց անենք, որ հայերն չգնան Հայաստանից։ Իսկ ինչ է պետք անել դրա համար։ Աշխատատեղեր, մենակ աշխատատեղեր, հայերը գնում են աշխատանքի բացակայությունից, լավ վարձատրության բացակայությունից Հայաստանից։ Մենք պետք է աշխատատեղ ապահովենք երկրի բոլոր համայնքներում, գիտենք ինչ հզոր արտադրություններ ունեցել Եղվարդը, ամբողջ Հայաստանում այդ, ամբողջ այս տարածաշրջաններում հայտնի, եւ ինչ ունի հիմա։ Մենք պետք է ամեն տարածաշրջանի վրա արտադրական զարգացման ճանապարհ անենք, որ մարդիկ մնան։ Գյուղատնտեսության համար, տարածաշրջանի համար, ջրի հարցը լուծվի։ 13 ջրամբարներից, որ խոսք տվեք ՀՊ-ն, մեկը չի կարողացել մինչև վերջ հասցնել, կիսատ է սարքել, մեկը 13-ից 5 տարում։ Պետք է ռոռոկելի սարքել, աշխարհի ամենաջրառատ երկրներից ենք, տարածաշրջաններում ենք ջուր չունենք։ Գյուղատնտեսությունը, արտադրությունները, մարդիկ պետք է աշխատանք ունենան, որ մնան։ Ուրեմն մեր ծրագիրը երկու բան է։ Չթողել, որ իրանք գան, եւ այնպես անել, որ հայերը չգնան։ Եվ եթե ինչ-որ մեկը կգա, կասի, այլ ճանապարհ կա Հայաստանի համար, լսեք, չկա այլ ճանապարհ։ Հայաստանի միակ ճանապարհը էս է։ Պահում ենք հայկական հողը, ստեղծում ենք լավ տնտեսություն, որ աշխատատեղերի կարիք լինի, աշխատողների կարիք լինի, դրսից հայերն հնարավորություն ունենան գան։ Ամեն տարի պետք է աշխատենք այս ուղղությամբ։ Ինչ կարծիքի եք։ Ծրագիր համար 1 նենց ենք անում թուրքերը չգան, ծրագիր համար 2 նենց ենք անում հայերը չգնան։ Ես շնորհավորում եմ մեր հանրապետության օրվա առիթով։ Մի բան եմ ուզում հիշեցնեմ, թե ոնց է մեր հանրապետությունը ծնվել։ Ուրեմն այսօրվանից մոտ 106 տարի առաջ, 108 տարի առաջ թուրքական զորքերը ողողել էին ամբողջ Հայաստանը։ Կարծես թե վերջնականապես ցեղասպանելով վերացնելու էին հայկական հարցը։ Կարծես թե ավարտվելու էր մեր պատմությունը այդ օրերը։ Ու այդ օրերում կոչվում է մայիսյան հրաշք։ 3 ճակատամարտից 2-ի մեջ մեծ հաղթանակ ենք տանում, գաղթական, սոված, համաճարակի մեջ մեր երկիրը։ Մի ճակատամարտով էլ կանգնացնում ենք Թիֆլիս գնացող թուրքական բանակին, Օսմանյան կայսրության բանակին 3 տեղ հայերը ջարդում են։ Ու դա առանց Աստծո ձեռքի չի լինի։ Դրա համար Աստծո կողմից այս հողը մենա։ Այդ հրաշքը, որ արել են 108 տարի առաջ, մենք պետք է ապահովենք, որ հիմա էլ խաղաղ չգան, նույնը ուզենան անեն։ Հայաստանը պետք է լինի ուժեղ երկիր։